Դանիելի 9-րդ գլուխն ենք այսօր ուսումնասիրելու։ Սկզբից կարդանք ամբողջ գլուխը, ինչքանը կհասցնենք, Տերը կամենա, եթե մինչև գլխի վերջն էլ այսօր հասցնենք, եթե չէ, ուրեմն 20-ից կմնա հաջորդ անգամը, բայց գլուխը ամբողջությամբ կարդանք։ Մարած սերնդից Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, ով թագավոր դրվեց քաղդայացիների տերության վրա, նրա թագավորության առաջին տարում ես Դանիելս գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքը եղել էր Երեմիա մարգարեին, թե 70 տարուց պիտի վերջացնի Երուսաղեմի ավերածությունները։ Եվ երեսս դարձրի դեպի իմ Տեր Աստվածը աղոթքով, աղաչանքով, պահեցողությամբ, քուրձ ու մոխրով։ Եվ աղոթեցի իմ Տեր Աստծուն, խոստովանեցի ու ասացի, ով Տեր, մեծ ու ահավոր Աստված, որ ուխտ եւ ողորմություն ես պահում քեզ սիրողներին եւ քո պատվիրանները պահողների հետ։ Մեղանչեցինք, անօրինացանք, աներավություն արեցինք, ապստամբեցինք ու շեղվեցինք քո պատվիրաններից ու դատաստաններից։ Չլսեցինք քո ծառաներին, մարգարեներին, որոնք քո անունով խոսեցին մեր թագավորների ու մեր իշխանների ու մեր հայրերի ու երկրի ամբողջ ժողովրդի հետ։ Քոնն է Տեր արդարությունը, իսկ մերը երեսի ամոթը, ինչպես այսօր է, Ուդայի մարդկանց, Երուսաղեմի բնակիչների ու ամբողջ Իսրայելի մոտ ու հեռու գտնվող բոլոր երկրներում, ուր նրանց ցրեցիր քո դեմ գործած հանցանքների համար։ Տեր, մերն է երեսի ամոթը, մեր թագավորների, մեր իշխանների, մեր հայրերի, քանի որ մեղանչեցինք քո դեմ։ Մեր Տեր Աստծունն է գթությունն ու ներողամտությունը, թեև ապստամբեցինք նրա դեմ։ Եվ չլսեցինք մեր Տեր Աստծո հորդորը, նրա օրենքներով ընթանալու, որ դրեց մեր առաջ իր ծառաների, մարգարեների միջոցով։ Իրավի ամբողջ Իսրայելը զանց առավ քո օրենքն ու շեղվեց, որ չլսի քո ձայնը։ Ուստի մեզ վրա թափվեց այն անեծքն ու երդումը, որ գրված է Աստծո ծառա Մովսեսի օրենքում, որովհետև մեղանչեցինք նրա դեմ։ Եվ նա հաստատեց իր խոսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեր դատավորների մասին, որ դատում էին մեզ վրա այնպիսի մեծ չարիք բերելով, ինչպիսին չի եղել ամբողջ երկնքի տակ, ինչպիսին Երուսաղեմին արվեց։ Ինչպես գրված էր Մովսեսի օրենքում, այս բոլոր չարիքները մեզ վրա եկան, սակայն մենք չփնտրեցինք մեր Տեր Աստծո երեսը, որ ետ դառնայինք մեր անօրենություններից եւ քո ճշմարտությունը հասկանայինք։ Ուստի Տերը դիտեց այս չարիքը եւ մեր վրա բերեց այն, որովհետեւ մեր Տեր Աստվածը արդար է եւ իր արած բոլոր գործերում, իսկ մենք նրա ձայնին չունկնդրեցինք։ Եվ արդ ով մեր Տեր Աստված, որ քո հզոր ձեռքով քո ժողովրդին Եգիպտոսի երկրից հանեցիր ու քո անունը փառավորեցիր, ինչպես այսօր է, թեև մենք մեղանչեցինք, անօրինաբար վարվեցինք։ Տեր, քո ամբողջ արդարության համաձայն աղաչում եմ, թող անցնի քո բարկությունն ու զայրույթը քո Երուսաղեմ քաղաքի, քո սուրբ լեռան վրայից, մեր մեղքերի եւ մեր հայրերի անօրենությունների պատճառով։ Երուսաղեմ եւ քո ժողովուրդը մեր ողջ շրջապատի նախատինքն եք դարձել։ Արդ, ով մեր Աստված, լսիր քո ծառաների աղոթքն ու աղաչանքը եւ հանուն Տիրոջ փայլեցրու քո երեսը քո ամայացած սրբարանի վրա։ Ականջ դիրով իմ Աստված եւ լսի, բաց աչքերդ եւ տես մեր ավերակներն ու այն քաղաքը, որի վրա դրված է քո անունը, որովհետեւ ոչ թե մեր աղաչանքը քեզ ենք ներկայացնում, այլ քո գթության պատճառով։ Ով Տեր լսիր, ով Տեր ների, ով Տեր ականջ դիր եւ կատարիր, մի ուշացնի քո անվան համար, ով իմ Աստված, որովհետեւ քո քաղաքն ու քո ժողովուրդը քո անվամբ են կոչվում։ Եվ ինչ խոսում էի ու աղոթում, խոստովանում էի իմ մեղքերն ու իմ ժողովրդի Իսրայելի մեղքերը իմ Տեր Աստծուն, իմ Աստծո սուրբ լեռան համար պաղատելով։ Իրավի, միջ աղոթքով խոսում էի այդ Գաբրիել մարդը, որին տեսել էի նախորդ տեսիլքում, արագ թռչելով երեկոյան զոհաբերության ժամին ինձ դիպավ։ Եվ ինձ տեղեկացրեց ու ասաց. «Ով Դանիել, այժմ եկա, որ քեզ իմաստություն ու հասկացողություն տա»։ Քո աղաչանքի սկզբում հրաման եկավ, եւ ես եկա քեզ ցույց տալու, որ դու մեծապես սիրված ես։ Ուրեմն խոսքը իմացիր, որպեսզի տեսիլքը հասկանաս։ Հավատուրացությունը ավարտին հասցնելու, մեղքերին վերջ տալու, անօրենությունը քավելու ու հավիտենական արդարություն բերելու, տեսիլքն ու մարգարեները կնքելու եւ ամենասրբին օծելու համար քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վրա 77-նյակ է սահմանված։ Եվ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմի վերակառուցման հրամանը դուրս գալուց մինչև Մեսիայի իշխանը 7-7-նյակ եւ 62-7-նյակ է լինելու։
Նույնիսկ տագնապալի ժամանակներում այն կվերակառուցվի, փողոցներն ու պարիսպներն էլ։ Եվ 62-7-ից հետո Մեսիան մահով պիտի կտրվի, բայց ոչ իր համար։ Եվ եկող իշխանի ժողովուրդը պիտի կործանի քաղաքն ու սրբարանը, հեղեղով պիտի կործանվեն։ Ավերումներ են սահմանված մինչև պատերազմի ավարտը։ Եվ շատերի հետ ուխտը հաստատելու է մեկ շաբաթվա համար, եւ շաբաթվա կեսին զոհն ու պատարագը դադարեցնելու է։ Եվ պղծությունների տարածման համար նա ավերածության է վերածելու այն, մինչև ի կատարածվել է ու սահմանվածի թափվելն ավերվածի վրա։ Ամեն։ Սա շատ հետաքրքիր, բարդ ու տարբեր թեմաների կպնող գլուխ էր ու մենք հիշում ենք անցած անգամ, երբ որ 8-րդ գլուխը նայում էինք, այնտեղ կոնկրետ երկու թագավորությունների վրա էր, չէ՞, կենտրոնացումը մարգարեի։ Այստեղ ամեն ինչ ավելի լայն է լինում, հա, վերջի այդ հատվածից արդեն տեսանք, ավելի մեծ պատկեր էր նրան բացվում ու բայց միջև այդ պատկերի բացվելը կարևոր մի քանի բաներ կան, որ պետք է սկսելուց ասենք, այնա առաջինը, որ այս 9-րդ գլուխը ամենաաստվածաշնչի երևի թե վիճահարույց գլուխն է, չասեմ գլուխներից մեկն է, երևի ամենավիճահարույցը ու այն առումով, որ անգամ լուրջ աստվածաբանական կրթություն ունեցող ու դասավանդող մարդիկ եւ որ տալիս են այս գլխի վրա ինչ որ հա ներածություն կամ ուսմունք, իրանք միշտ ասում են, որ սա շատ բարդ է ու մենք որոշակի տեղեր կան պետք է խոնարհություն պահենք, որտեղ մինչև վերջ դժվար է ասելը ու տարակարծություններ կա։ Դրա համար ես իմ վրա չեմ վերցնի այն, որ այդ բոլոր հա այդ բանավեճերը լուծեմ այսօր, ուղղակի ասած փորձենք հասկանանք թե ինչ է իրականում ասվում այստեղ ու փորձենք այն ամենագլխավորները այստեղից քաղել։ Հա գլխավորն ուղերձ կա, որը մեզ վերաբերական է, որ քրիստոնյաներին վերաբերական է ու իրականում մեր սրտի համար ինքը դեղու դարմանա։ Այդ մեսիայի կատարած գործն է ու ստեղ հետաքրքիր կերպով է ներկայացվում շատ նման նորկտակարանյան տերմինոլոգիային, բայց նորկտակարանից մի քանի 100 տարի առաջ։ Մինչև այդտեղ հասնելը եկեք նայենք, որ ընդհանուր հա գլուխը ինչ տեսք ունի։ Եթե նկատեցիք շատ հեշտ ինքը կառուցվածք ունի։ Առաջին 2-3 համաները նկարագրվում են Իսրայելի ներկա վիճակը, այսինքն քաղաքը ավերակների մեջ է Երուսաղեմը։ Այդտեղից մինչև 19-րդ համարը մենք տեսնում ենք, որ Դանիելը դրա համար աղոթք է անում ու 20-րդ համարից մինչև գլխի վերջը աղոթքին պատասխան է գալիս։ Այսքանով ինքը պարզ բաժանում է ու այստեղ շատ կարևոր թեմաներ կան միացված այս ամբողջ հատվածի մեջ։ Դա Աստծո ժողովրդի վերականգնումն է, մեղքի հարցի լուծումը, Մեսիայի գալուստն ու Երուսաղեմի ճակատագիրը։ Սրանք բոլորը մեծ թեմաներ են, որ այստեղ խոսք է գնում դրանց մասին։ Ու այս գլխում առաջին անգամ մենք տեսնում ենք, տեսեք, մենք անցածին էլ նախանցածին էլ տեսանք, չէ՞, անգամ 4 գլխից սկսած, ինչի ոչ, որ մարդիկ ստանում են տեսիլքներ, բայց հիմնականում տեսնում են, որ դրանք Աստծո նախաձեռնությամբ չէ՞ լինում։ Ստեղ առաջին անգամ Դանիելի աղոթքից հետո է լինում, հա, չենք ասի Դանիելն է նախաձեռնել տեսիլքը, բայց ստացվում է, որ այդ իր աղոթքի նախաձեռնությունը պատճառ է դառնում, որ Աստված տեսիլք ուղարկի ու դրա միջոցով պատասխան ուղարկի։ Ու ո՞նց է սկսում, Դանիելը կարդում է Երեմիայի մարգարեության գիրքը, ու շատ հետաքրքիր է, այսինքն իր ժամանակներից սկսած արդեն Երեմիայի մարգարեությունը ինքը հեղինակային գիրք էր։ Հա, եթե 5 տակարանի կանոնի կազմավորումը ձեզ հետաքրքրել է կամ ուսումնասիրել եք, ինքը ճանապարհ անցել։ Ու մենք ստեղ տեսնում ենք, թե ինչ վաղ ժամանակից արդեն Երեմիայի մարգարեությունը համարվում էր հեղինակային այն աստիճանի, որ Դանիելը կարդում էր դա ու իր հույսը դրել էր դրա վրա։ Ու մենք տեսնում ենք ինքը կարդում է Երեմիայի մարգարեությունը ու այնտեղ տեսնում է, որ սրբարանի վերականգնումից առաջ պետք է անցնի 70 տարի։ Ու ինքը հաշվարկում է այդ ժամանակը։ Ու տեսնում է, որ այդ ժամանակը համարյա լրանում է։ Ինքը այդ ժամանակի մեջ է ապրում, այդ սերնդի մեջ է ապրում։ Ու պատրաստվում է հատուկ աղոթքի, հա, այստեղ մենք կարդում ենք ինքը ինչ կերպով է անում դա, հա, պահեցողության պահքով, հա, ծոմ է պահում ինքը ու քուրձ, մոխիր, սրանք 5 տակարանյան ընդունված կերպեր են, որ մարդիկ ծոմ էին պահում, դից իրենց վշտի մեջ աղոթք բարձրացնելու համար Աստծուն։ Ու ինքը աղոթքը այսպես է սկսում, որ
Աստծուն ինքը ասում է, որ իրանց ուխտին անհավատարիմ լինելու պատճառով է դա եղել։ Ընդունում այսինքն ժողովրդի մեղքը։ Ու Դանիելը խոսում է Աստծո հավատարմությունից, հա, ազգի անունից, ասելով, որ մենք մեղանչեցինք ու միևնույն ժամանակ հիմնվում է Աստծո ուխտի վրա։ Այսինքն այն նույն ուխտը, որը որ մենք խախտել ենք, չէ որ դու հավատարիմ ես քո ասածին, ու դրա հիմքով, որ Աստված հավատարիմ է իր ասածին, ինքը կարողանում է Աստծուց խնդրել, որ Աստված ըստ այդ հավատարմության ոչ թե ժողովրդի համար, այլ որ ինքն է ասել։ Դրա համար իրենց զղջա ու իրենց գթա։ Աստված Իսրայելին հանել էր Եգիպտոսից, իրենց հետ ուխտ էր արել ու Երուսաղեմը կոչված էր իր անունով։ Այս այն ասպեկտներն, որ Դանիելը շեշտում է։ Ու սրանք վերցնում է որպես հիմք, խնդրելով ողորմություն, համաձայն Տիրոջ հայտնի բնավորության, որ ինքը երբ որ մի բան ասել է, դա տեղի է ունենում։ Ու եթե մենք այստեղ ուշադիր եղանք, ինքը ասում է, որ այն քաղաքը փրկի, որի վրա քո անունն է դրված։ Այսինքն ժողովրդի մեջ չէր այն ինչի համար, որ պետք է Աստված աներ դա, Աստծո մեջ է դա։ Ողորմությունը, այդ գթությունը նրա համար, որ Աստծո անունն էր դրված այդ քաղաքի վրա։ Ու մենք տեսնում ենք Գաբրիելի միջոցով տրված պատգամը հաստատում է Սրբանի վերակառուցումը որպես փաստ, բայց այստեղ հետաքրքիր մի հատ բան անում Գաբրիելը, որ դարձել է շատ բանավեճերի աղբյուր։ Ինքը վերաիմաստավորում այս 70 տարիները, որը հաշվել էր Դանիելը, կապելով դրանք ավելի ուշ ժամանակաշրջանի հետ, որի մասին մենք խոսացինք արդեն Դանիել 8-ի համատեքստում, ու ըստ որոշ մեկնիչների նաև միջև աշխարհի վերջը գնում, այսինքն այս առումով քննարկումներ կան։ Ու տեսեք, էսի ընդհանուր տեսքը գլխի, ու եթե սկզբից նայենք, այստեղ տեսնում ենք մարած սերնդից Ասուերոսի, հա, կամ Ահասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, ու մենք տեսնում ենք, որ այս անունները, այս երկու անուններն էլ իրանք էլի են կրկնվում։ Հա, որ գրքում էր այս անունները, որ կրկնվում են, եթե կհիշեք։ Դարեհը, Ահասուերոսը, այս անունները էլի կան։ Այո, բայց Եզրաս, մեկ էլ։ Այո։ Ու ինչ է կատարվում, հա, ու այո, եստերի մեջ է պարսկական դարաշրջան էր ու հիմա տեսեք, ինչի համար է սա, ու մենք սա ոնց հասկանանք, որովհետև այս երկու անուններն էլ կրկնվում են, հիմա մարդիկ կան ասում են, օրինակ ովքեր որ հավատացյալ չեն, հա, իրանք ուղղակի կարդում են գիրքը քննադատելու համար, ասում են, տեսեք, այնտեղ մոտ 100 քանի տարվա տարբերություն կա գրքերի մեջ, բայց ոնց որ երևի ինչ որ հեղինակ կամ այս հեղինակը կամ մյուս հեղինակը շփոթել է անունները։ Բայց իրականում նման բան չկա, որովհետև այս անունները, այս Ահասուերոսը, Դարեհը, իրանք այո, իրանք կոչումի նման անուններ են։ Եվ որ թագավորը բարձրանում է գահի, ստանում է այս անունը որպես կոչում։ Հա, այո, ստանում է դա որպես կոչում ու հնարավոր է, որ այս անգամ այս Քսերքսես անունը, որ այս Ահասուերոսն է նշանակում, ինքը եղել է Էլի, հա, Դարեհի հետ, արքայական տիտղոս։ Ու նման բան մենք տեսնում ենք նաև 4 թագավորաց 15-րդ գլխում, որ պատմության մեջ շատ հայտնի Թիգրատ Պալասար թագավոր կար, ու ստեղ իր անունը Փուղ է գրած ուղղակի։ Իսրայելացիները այդ անունով էին իրան ասում, բայց մենք պատմությունից գիտենք դա հաստատ նույն մարդն է։ Ու հետևաբար մենք հաստատ գիտենք, որ հեղինակը այստեղ խոսում է մոտ օրապես 530-ից 537 թվականների, մեր կանք սխալվենք ամենաշատը 2 տարի։ Այդ թվականների մասին, այսինքն պարսկական թագավորության սկզբին Կյուրոս մեծի առաջի տարին ամենայն հավանականությամբ, հա, եթե sense նայենք։ Ու տեսեք, ասում եմ մարերի սերնդից, այսինքն ինքը կարող լիներ Մարապարսկաստանի գլուխը, որտեղ երկու արյունից էլ կար իր մեջ, հա, համ մարերի կողմից ծեր սերվում, համ պարսիկների կողմից։ Դրա համար ինքը Մարապարսկական թագավորության վրա կարող դրված լիներ։ Ու այն փաստը, որ ինքը դրված էր, այդ էլ է խոսում նրա մասին, որ այսպեսի sense տպավորություն ենք ստանում, որ sense ոնց որ Կյուրոսը լինի ինքը ավելի, հա, մեծը, այդ կայսրության գլուխը ու դրված լինեն մարդիկ, օրինակ ոնց որ չէ Հերովդեսն էր, կար այդ ժամանակ հռոմեական կայսրություն կար կայսր, բայց Հերովդեսը Հրեաստանի վրա է դրված։
Ու տեսեք, բայց Դանիելը չի խորանում այս քանի վրա։ Մենք սա ուղղակի փորձում ենք ուսումնասիրել հասկանալու համար տարեթիվը, բայց եթե sense կարդաս առաջին հայացքից, ոնց որ հեղինակին հետաքրքիր չլինի այս մանրամասները։ Իր ասածը աստվածաբանական իրականությունը ավելի շատ, ինքը քաղաքական դետալներով հետաքրքրված չի։ Ու այս թեման այստեղ ոչ թե քաղաքական, հա, հարցերի վրա, այլ սուրբ գրքի խոսքի վրա, ու ինքը այստեղ նշում է, որ Երեմիայի մարգարեության հիման վրա է դա այդ աղոթքը։ Ու եթե մենք փորձենք հասկանալ, որ մարգարեության մասնախոսքը ինչ էր Դանիելը կարդում, կա երկու տեղ Երեմիա 25:11-ն ու 29:10-ը, հերթականությամբ կարդանք։ Եվ այս ամբողջ երկիրը ավերածություն ու զարմանքի առարկա կդառնա, այս ազգերը Բաբելոնի թագավորին կծառայեն 70 տարի։ Սա առաջինն էր, երկրորդ մարգարեությունը, քանզի այսպես է ասում Տերը, երբ 70 տարին լրանա, Բաբելոնում ձեզ պիտի այցելեմ եւ ձեր մասին իմ բարի խոսքը պիտի կատարեմ ձեզ այստեղ վերադարձնելով։ Այսինքն հստակ տեսնում ենք սա խոստացված բան էր, որ ու այս 70 տարիները այստեղ նկարագրվում են ոչ թե մենակ ինչ որ կոնկրետ ժամանակահատված, այլ որպես աստվածաբանական իրականություն։ Դրանք սենց ասած աստվածային բարկության հա սահմանված ժամանակն էին։ Ու հետաքրքիր բանը, մինչև այս 70 տարին մենք չկարանանք ճիշտ հասկանանք, այն Գաբրիելի ասած գլխի վերջի մարգարեությունները շատ բարդ կլինի մեր համար հասկանալը։ Ու երկրորդ մնացորդած 36:21 ասում է մինչև երկիրը իր շաբաթները վայելի, քանի որ այնքան ժամանակ, որ երկիրը ավերակ էր, իր շաբաթը պահեց, մինչև 70 տարին լրանա։ Այս մեզ ինչ է ասում, որ Ղևտական գրքում, երբ որ Աստված ասում էր, որ 6 տարի կաշխատես 7-րդում հողը հանգիստ կթողես, իրանք դա չէին արել։ Ինչ որ ժամանակ դա չէին արել։ Ու մենք ստեղ տեսնում ենք իրանք ինչքան ժամանակ դա չէին արել։ Այո, իրանք գոյություն ունեն հոբելյանական տարի հասկացողությունը 49 տարի անցնում էր, 50-րդ տարին հոբելյանական տարի էր։ Գերիները ազատ էին արձակվում, չէ՞։ Այդ 7 հատ 7 տարին։ Այսինքն Գաբրիելը նոր բան չի ասում, այդ 7 հատ 7 տարին, երբ որ Դանիելը լսում է, իր մոտ հոբելյանական տարու, հա, ասոցիացիան է գալիս։ Եվ որ գերիները ազատվում էին, պարտքերը շնորհվում էին, այս պահին դու պարտքես, եկավ հասավ այդ տարին, քո պարտքը զրոյանում է։ Ու եթե նայենք, ստեղ ինչքան հետաքրքիր զուգահեռ կա Մեսիայի արած գործի հետ կապված, 24-րդ համարը նայում ենք մենք։ Տեսնում ենք, որ Գաբրիելի ասածը այս ամեն ինչի ավելի հոգևոր ու բարձր իրականությունն է հոբելյանական իմաստով, Աստծո ժամանակացույցով։ Ու ինչ է ստացվում, որ այս տարիները ունեն ծիսական ու բարոյական նշանակություն, սուղակի թիվ չէ, որ դե 70 տարի այնտեղ կմնաք։ Իրանք խախտել էին ու այդ հողը պետք է հանգստանալ իր շաբաթներից։ Գոյություն ունեն աքսորի տարիները հաշվելու տարբեր եղանակներ, փորձում են այնպես հաշվել, որ ճշգրիտ կա 70 տարվա, բայց որոշակի պատճառներ կան, թե ինչի կոնկրետ մեր հիմիկո հաշվարկով մեկի մեջ չի հասնում, բայց այդ խնդիր չի, մենք փաստ ունենք, որ Եսայի 41-ն էլ ասում է, չէ, որ դա տեղի ունենալու ու դա տեղի ունեցավ, գերիները հետ եկան, մխիթարությունը խոսացվեց Երուսաղեմին, ու խնդիրներից մեկը ինչի համար է դա առաջանում, առաջինը որ տարուց սկսենք հաշվել, հա, որ հասկանանք, երկրորդը որ տարում ավարտենք։ Եթե սկիզբը վերցնենք առաջին աքսորը, Նաբուկոդոնոսորը, որ արեց, ու վերջնել վերադարձի թույլտվությունը Կյուրոս մեծի, հա, կողմից կստացվի 605-ից 536, մոտավոր 70 տարի է ստացվում։ Մոտավոր 70 տարի, բայց էլի տարբերակ կա հաշվելու։ Եթե սկիզբը Երուսաղեմի տաճարի կործանումն էր, իսկ վերջն է տաճարի վերակառուցումը, էլի մոտավորապես 70 տարի է գալիս։ Այսինքն ստեղից սկսած արդեն, քանի որ մենք գործ ունենք պատմական իրականության հետ, բանավեճերը անպակաս են, ու իմ առաջարկը հետևյալն է, ինչ անենք, հա, կարանք հասկանանք, որ աստվածաբանորեն կարևոր կետը այն է, որ վերականգնում է լինելու շաբաթների հոբելյանով։ Ու դա նշանակում էր Տիրոջ կողմից ընդունում, որ Տերը ողորմած գտնվեց արդեն։ Ու իր ժողովրդին իր երկիրը վերականգնեց ու ցույց տվեց, որ իրենց ներել է, Եսայի 41-ը խոսում է դրա մասին։
Մենք գիտենք, որ սա արդեն պատմական իրականություն է, այսինքն դու ոնց էլ հաշվես, այս փաստը մնում է տենց, դու չես կարող այս փաստից ինչ որ տեղ գնաս, հա։ Ու հնարավոր է այնքան տարված լինել այս թվերի հաշվարկով, որ իրականում մարդը բաց թողնի այդ թվերի հռչակած ճշմարտությունը։ Ու մենք գիտենք, որ Աստծո կամքը միևնույն է իրականանալու էր անկախ հակառակորդներից, սակայն մեզ Սուրբ Գիրքը երբեք չի ասում, չէ, որ մենք չենք աղոթելու մեր իրավիճակների համար։ Ու իրականում ընդհակառակը մենք տեսնում ենք քաջալեր ենք, տեսեք, այստեղ Դանիելը միանգամից կանգնում է աղոթքի։ Ու Տերն է, չէ՞, մեզ սովորեցրեց, որ երբ որ մենք աղոթում ենք, ասենք Տեր թող քո կամքը լինի, ինչպես երկուքով, տենց երկրի վրա, բայց դա չի նշանակում, որ մենք չենք աղոթելու։ Մենք աղոթքի մեջ ասում ենք հենց որ քո կամքը լինի, բայց աղոթքը պետք է ու այստեղ տեսնում ենք Դանիելը ինչի համար եմ սա ասում։ Ինքը տեսել էր, որ այդ մարգարեությունը իրականանալու է, չէ՞։ Երեմիային կարդացել էր։ Կարող չաղոթեր, սпасեր, չէ՞։ Ամեն ինչ տեղի կունենա։ Կարա մեկը մտածի, բայց իրականում մեզ միշտ հորդորվում է աղոթք անել։ Ու իրականում Հովհաննեսը, երբ որ գրում է իր հայտնությունը, ասում է այս մարգարեությունը, որ կարդում է, թող ասի արի մեր Տեր Հիսուս, չէ՞։ Մենք բոլորս այստեղ ոչ մեկ չի կասկածում Տիրոջ երկրորդ գալուստի վրա, բայց մենք բոլորս աղոթում ենք, ասում ենք արի Տեր, երբ որ կարդում ենք այդ համարները, ոնց որ Հովհաննեսի հետ sense ասոցացնում ենք, չէ՞, մենք ասում ենք Տեր արի, հա, ինչ լավ է, որ դու կգաս այդ հույսը երկնային, որ ունենք, մեր սիրտը ուրախացնում ամեն անգամ այդ համարները կարդալուց։ Ու Դանիելի մոտ նմանատիպ իրավիճակ է, ու ինքը երբ որ կարդում է, գիտի, որ դա տեղի ունենալու ու միանգամից դա իրան մղում է աղոթքի։ Ու Դանիելը ստանում է պատասխան իր աղոթքից հետո, ու ոչ միայն պատասխան, որ իր աղոթքը լսվեց, այլ նաև նոր հայտնություն է ստանում։ Ու իր նպատակն էր խոնարհվել Աստծո առաջ այդ աղոթքով, հա, իր ազգի մեղքերը, ժողովրդի մեղքերը ներկայացնել։ Ու իր աղոթքը ունի sense հետաքրքիր կառուցված։ Տեսեք, ինքը ասում մենք մեղանչեցինք, մենք անօրենություն գործեցինք, մենք չլսեցինք։ Չնայած նրան, որ Դանիելը իր պրակտիկայի մեջ արդար մարդ էր, ինքը իրան հետ էր պահում պղծությունից, բայց ինքը ասոցացնում էր այն ժողովրդի հետ, մենք մեղանչեցինք, մենք անօրինացանք, չէ՞։ Ու նաև այստեղ մի հատ էլ հետաքրքիր բան կա, ինքը հստակ հաստատում է Մովսիսական օրենքի ու իր այդ ժողովրդի հետ կատարած աղետի միջև այդ կապը։ Ասում ոնց որ Մովսեսի գրքում գրված է, տենց էլ եղավ մեր հետ։ Ու աղոթքում հիշատակվում է այն ինչ որ կլինի, մենք գիտենք այդ գլուխները երկրորդ օրինացիցին որտեղին է Դանիելը հղում անում, որ անօրենության ու անհնազանդության դեպքում ինչ դատաստան է Աստված ուղարկելու։ Ու մեղքը բազմակողմանի sense նկարագրվում է, չէ՞, մեղք, անօրենություն, ապստամբություն, ասենք բոլորը խոսում են նույն բանի մասին, Աստծո ու մարդկանց դեմ այդ չարիքի մասին է խոսում ու իրականում այս ամենը ապստամբություն էր առաջին հերթին Աստծո դեմ, իր պատվիրանների դեմ, որից որ Մովսիսական ուխտով էլ հեռանալը նշանակում էր արդեն գերության տարվել։ Ու ասում է չլսեցին քո ծառաներին ու քո մարգարեներին, այս արտահայտությունը հենց վերցված է Երեմիայի այն գլխից, որտեղ որ խոսվում է 70 տարվա այդ մարգարեության մասին, այսինքն ինքը մարգարեների պես է խոսում Դանիելը, իրանց պես է աղոթում, չլսեցին քո ծառաներին, քո մարգարեներին, ու աղոթքի ընթացքում շարունակ հակադրությունը կա, չէ՞, Տերը արդար է, բայց մենք ամոթով լի ենք, չէ՞, այսինքն Տիրոջ ողորմությունը ու ներումը պետքա լիներ, որ լիներ վերադարձը։ Հակառակ դեպքում ժողովուրդը չի կարող ինքնուրույն կանգնի, Աստծո առաջ ու հարաբերությունները վերականգնի։ Պետքա Աստծո կողմից այդ միջամտությունը լինի, որ հարաբերությունները վերականգնում են, թե չէ բաժանումը կմնա։ Ու Դանիելը հաստատում է, որ ժողովուրդը չունի բողոքելու հիմք։ Օրենքում նախապես ասված էր անհնազանդության հետևանքների մասին։ Ու ինչպես գրված են իր ասած, ինչպես գրված է, ցույց է տալիս, որ այս դատաստանը Մովսիսական գրությունների ճշմարտացիությունը հաստատում է։ Ու վերջի հատվածը 15-ից 19-ում ինքը խնդրում է, տեսեք, հիշեցնում է Եգիպտոսից ելքը որպես Աստծո փառքի դրսևորում, հա, ու անցնում արդեն իր գլխավոր խնդրանքին։ Ստեղ կա մի հատ կարևոր միտք, որ ազգերը կարծում են, որ Իսրայելի Աստվածը կամ անզոր է, կամ էլ գոյություն չունի։ Ու ըստեղից արդեն Դանիելի աղոթքը դառնում է ոնց որ
կոչ Աստծուն, որ ինքը իր անունը պաշտպանի։ Դու արած սա, որովհետև քո անունը դրված է այս ժողովրդի վրա։ Դու արած սա, որովհետև քո անունը դրված է այս քաղաքի վրա։ Այսինքն քո Երուսաղեմ քաղաքը, քո Սուրբ Լեռը, քո ժողովուրդը, քո սրբարանը, ահա, ինքը ինչի համար է այս կերպով ասում, որովհետև Աստծուն ոնց որ կոչ անի, որ ինքը իր անվան համար միջամտի պատմության մեջ, որ արդարն այն իմաստով, ոչ թե որ ինքը արդար չի, այլ այսինքն արդարացի լինի այդ խոստումները, հա, այս իմաստով։ Ու այստեղ կարևոր է հասկանալ նաև մի բան, Դանիելի խնդրանքը միայն վերադարձի մասին էլ չի, ինքը ընդհանուր մեղքից է խոսում, չէ՞ սկզբից։ Ով Տեր լսիր, ով Տեր ների, ով Տեր ականջ դիր, կատարի, մի ուշացնի։ Ինքը իր մտահոգությունը այնի չի, որ ժողովուրդը մնա այս մեղավոր կարգավիճակում, ուղղակի հետ գնան իրանց երկիր։ Ինքը ուզում է, որ ժողովուրդը իր մեղքից ազատված գնա այդ երկիր, հա։ Ու մենք կապեր ենք տեսնելու հիմա Գաբրիելի պատասխանի ու իր աղոթքի մեջ։ Ճիշտ է, Գաբրիելը կընդլայնի իր աղոթքի պատասխանը, բայց կապեր այնուամենայնիվ կան։ Այնպես չի, որ ինքը մեղքի մասին ընդհանրապես չի խոսում, ու Գաբրիելը գալիս է մեղքի մասին խոսում է։ Իր ասածը նա, որ Տեր ներիր մեզ, մենք գիտենք, որ մենք մեղանչեցինք, ու հիմա մեզ հետ վերադարձրա, որն էլ ցույց կտա, որ դու մեզ ներել ես։ Այդ հետ գնալը արդեն կնշանակեր, որ Աստված ներել է։ Այսինքն սրանք ձեռքի բռնած քայլող ճշմարտություններ են, իրարից առանձին չեն գործում։ Ու 20-րդ համարից գալիս է աղոթքի պատասխանը։ Բայց մինչև Դանիելը մտածում էր 70 տարվա մասին, Աստված պատասխանում է 77-նյակով։ 77-նյակով։ Այսինքն Աստված ընդլայնում է Դանիելի սպասումը։ Ինքը մտածում էր ժողովրդի այդ ժամանակվա մեղքի լուծման, չէ՞։ Մենք դրա մասին խոսացինք։ Վերադարձի ու քաղաքի վերականգնման մասին, չէ՞։ Ու Աստված բայց խոսում է վերջնական մեղքի լուծման մասին, ոչ թե այդ ժամանակվա ժողովրդի մեղքի լուծման մասին, այլ մեղքի առհասարակ եզերական իմաստով մեղքի լուծման մասին է Աստված խոսում։ Վերջնական լուծման մասն է խոսում։ Քաղաքի վերականգնման ու վերադարձի մասին էլի անշուշտ, որպես իր աղոթքինի պատասխան։ Ու արդարության հաստատման մասին, որովհետև ինչ մեղքի հարցի լուծում, եթե արդարությունը չի հաստատվելու վերջնական։ Հա, իսկ ինչ արդարության հաստատում, եթե արդարության հաստատողը չկա, դրա համար խոսքը գնում է Մեսիայի գալուստի մասին նույնպես։ Ու տեսեք, եթե խորն ենք ավելի նայում 20-ից 23 համարները, Աստծո պատասխանը տրվում է միջնորդի միջոցով, էլի։ Գաբրիել հրեշտակը ճիշտ է, որտեղ ինքը մարդ է ասում, որտեղ ինչի որտեղ զուտքը մարդու կերպարանքով էր եկել, դրա համար մարդ է ասում։ Բայց մենք գիտենք, հիշում ենք իրան անցած գլխից, որ ինքը հրեշտակներից մեկն էր։ Ու մենք նոր կտականից էլ գիտենք, այս որ հրեշտակն է Գաբրիելը, որ ստեղ ինքը Մեսիայի մասին խոստումը ավետեց, ճիշտ է, իսկ նոր կտակարանում Մեսիայի արդեն գալուստը ավետեց։ Ու Գաբրիելը արդեն հա ծանոթ էր Դանիելին, սենց ասած, այդ կերպարանքով։ Ու պատասխանը գալիս է, տեսեք ինչ հետաքրքիր արտահայտություն անում։ Աղոթքի ընթացքում է գալիս երեկոյան զոհաբերության ժամին։ Չկար, իրանք քաղաքում չէին, արդեն 70 տարի է մոտավորապես Երուսաղեմում չէին, բայց հենց իրանց խոսալու կերպը ժամերի հետ կապված։ Իրանց մենտալիտետը մնացել էր նույնը, հենց այդ ձևով են իրար հետ խոսում։ Զոհաբերության ժամն է։ Էսի զոհաբերության ժամն է երեկոյան։ Օրինակ կարա չէ ասել երեկոյան ժամը 7-ն է, կամ 6-ն է, բայց ինքը տենց չի ասում, երեկոյան զոհաբերության ժամ, բստաճարը ջարդված։ Սա նշանակում է ինչքան էր այս մարդկանց մեջ հավատարիմների մեջ անշուշտ մտած այդ աստվածային պաշտամունքը, որ անգամ տաճարի բացակայության պարագայում այդքան տարիներ սերունդ էր փոխվել։ Իրանց մոտ այդ բառապաշարը մնացել էր ու Դանիելը կոչվում է սկզբից չէ մեծապես սիրված ու տեսեք իրան ասում է խորհիր ու հասկացիր խոսքի մասին, հասկացիր այս հայտնությունը։ Հա մարդիկ կան որ հանում են գիտակցությունը հայտնության դեմ, այսօր շատ ենք տես բաներ լսում։ Բայց Աստվածաշունչը մեզ երբեք տես խոս չի անում մեր ինտելեկտը, ասես բացառենք ու այդ դեպքում ոնց կհասկանանք հայտնությունը։ Դրա համար մարդիկ տարբեր բաների հետևից են գնում ու ես երբ որ ասում տարակարծություններ օրինակ ինչ-որ համարի հետ կապված, լուրջ ակադեմիական զրույցների մասին եմ խոսում, ոչ թե օրինակ մարդիկ որ կան, ես դրանց մասին չեմ ասում, որ իրանք իրանց ինտելեկտը դնում են մի կողմ, հա,
չեն փորձում մտածել, հասկանալ, անջվել տեքստի վրա։ Միանգամից ինչ-որ եզրակացություն են անում։ Չէ, խոսքը սրա մասին չի, ու իրականում Աստվածաշունչը դեմ է սրան։ Ասում է մտածի խոսքի մասին։ Հասկացիր այս հայտնությունը։ Այսինքն ինքը մի բան է, որ ժամանակ է պահանջում, ինքը մի բան է, որ ժամանակ է պահանջում։ Ու Դանիելը 24-րդ համարում եթե նայենք, ոչ թե պետքա մտածի պարզապես 70 տարիների մասին, այլ 77-նյակների մասին։ Ու մոտ է գրած 70 շաբաթ։ Կա 70 շաբաթ թարգմանություն ձեր մոտ։ Ինչ է գրած։ Շաբաթա չէ գրած վերնագրի մեջ։ Էդի թարգմանիչների տված գլխի բաժանումով վերնագիրն է։ Ու իրականում բնագիրը ասում է 77-նյակ։ 77-նյակ, ոչ մի բան գրած չի բնագրով։ Գրած չի տարի է, շաբաթ է, ինչ է ինքը։ Գրած է 70 հատ 7։ Բառացի 70 հատ 7։ Ու 24-րդ համարը իրականում հանդիսանում է մարգարեության ամբողջ բանալի։ Ինքը ոչ միայն ներկայացնում այս, այսպես ասած, 70 շաբաթների ժամանակահատված, այլև սահմանում է դրա նպատակները, որոնց համար այդ ժամանակահատվածը տրված է։ Ինչի համար 70 շաբաթ, ինչ է լինելու այդ 70 շաբաթում։ Ու առանց այս համարի ճիշտ ըմբռնման մնացած հատվածի մեկնությունը հեշտ կարա շեղվի։ Ու համարը ասենց ասում 70 հատ 7 է սահմանված քո ժողովրդի ու քո սուրբ քաղաքի վրա։ Ու այս նախադասությունը մի քանի կարևոր տարրեր ունի իր մեջ, որոնք պետք է մանրամասն դիտարկել։ Տեսեք, շաբաթ բառը իրականում իր արմատով եբրայերեն բառացի 7-նյակ է նշանակում։ Դրա համար երբ որ ասում ենք 77-նյակ, որպես հոմանիշ օգտագործում են նաև 70 շաբաթ։ Այսինքն խոսքը պարզապես, տեսեք, ինքը նշանակում է շաբաթ բառը բառացիորեն 7-նյակը, բայց խոսքը պարզապես 7 օրի մասին չի։ 7-ից կազմված ինչ-որ 7-նյակների շրջանի մասին է խոսքը։ Ու հին կտակարանում այս 7-նյակ հասկացողությունը օգտագործում է ոչ միայն օրերի մասին, նաև տարիների մասին է, հա։ Ու ամենահայտնի օրինակը արդեն, հա, ոնց որ երկու բառում ներածության մեջ նշեցի, Ղևտական գիրքն է, որտեղ որ խոսում է 7 տարիներից կազմված շրջանների մասին, հա, որոնք էլ հանգուցալուծվում են վերջում հոբելյանական տարով։ Ու այսպիսով կարելի ասել, որ այս շաբաթները վերաբերվում են ոչ թե օրերին, այսինքն տարիների 7-նյակներին են վերաբերվում, այսինքն մի շաբաթը հավասար է 7 տարի։ Ինչի համար եմ սենց ասում, որտեղ պարզ է, որ 7 օր հետո չեղավ այս ամեն ինչ որ գրած էր, միանգամից ավտոմատ ոնց որ շղթվում է։ Հա, ու այս մոտեցումը բխում է նաև Դանիելի 9-ի անմիջական համատեքստից, ինչի, որտեղ վերևը խոսում էր տարիների մասին, բնական է, որ հրեշտակի պատասխաններ կլինի տարիների մասին։ Ու այս ժամանակների միավորները, որ գալիս է, բնական է, որ կարող ասենք, հա, 7-նյակը ընկալվում է որպես տարի։ Ու այսպիսով 70 շաբաթը կարելի է հասկանալ որպես 70 հատ 7, այսինքն 490 տարի։ Ու բայց այդտեղ պետք է զգույշ լինել։ Թվերի այս հաշվարկը ընկալես, եթե մենակ մաթեմատիկական ճշգրտությամբ, Դանիելի գիրքը, ապոկալիպտիկ գիրքը ու շատ բաներ սիմվոլներով ու նշաններով, այդ թվում նաև ես կասեի, որ թվերից շատերը հաճախ թվերը ունեն ստեղ նմանատիպ գրականության մեջ խորհրդանշական ու աստվածաբանական նշանակություն, բայց այդ ամեն ինչը հասկանալու կամ ինչ-որ կոնկրետ դիրք գրավելու համար պետք է սկզբից հատվածը հասկանալ։ Ու տեսեք 70-ը ինչ է, հա, ավելի 10 անգամ 7, եթե 7-ը կատարելության թիվն է, 10 անգամ 7, այսինքն ինչ-որ վերջնական բանի մասին է խոսում, հա, այս իմաստով։ Սենց 70 շաբաթները կարելի է հասկանալ որպես Աստծո կողմից սահմանված կատարյալ ինչ-որ ժամանակ ոչ ֆիքսված 490 տարի, որի ընթացքում պիտի իրագործվի իր փրկագործական ծրագիրը։ Եթե հասկանաս հենց բառացի 490 տարի, բնականաբար ինչ-որ կետից պետք է հաշվես 490 տարի, որի մեջ էլի իրականանալու է Աստծո փրկագործական ծրագիրը։ Բայց խնդիրը այն է, որտեղից սկսած պետք է հաշվես։ Ու հաջորդ կարևոր դիտարկումը, մինչև որ այդտեղ գանք, այն ժամանակահատվածն է,
ու սահմանված է քո ժողովրդի, այսինքն Իսրայելի, քո սուրբ քաղաքի, այսինքն Երուսաղեմի վրա։ Ու սակայն այսպես մի հատ բան կա, ինչպես կտեսնենք, այս սահմանումը մենակ ոչ Երուսաղեմին է վերաբերում, ոչ էլ մենակ իսրայելացիներին է վերաբերում, որտեղ այն գործը, որ արվում է այս ժամանակահատվածում, ինքը տիեզերական նշանակություն ունի։ Սա էլ է հետաքրքիր բան, որ եթե դու մենակ բառացի հասկանաս այն ինչ որ ինքը ասում է քո ժողովրդի, ստացի ուրեմն այն ինչ որ 24-րդ համարում արվում է մենակ իսրայելացիների համար էր։ Այդ խաղությունը, հավիտենական արդարությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ գրքի ապոկալիպտիկ բնույթի պատճառով այս ամեն ինչը սենց ասվում։ Այսինքն իրանք խոսում են հասկանալի բաներով, հա, տերմիններով, իրանց ժամանակվա, իրանց կոնտեքստի մեջ, բայց խոսում են ավելի մեծ իրականությամբ։ Հիմա օրինակ որ Եսայի մարգարեն ասում է, որ իրանց սրերից խոփեր կշինեն վերջի ժամանակներում, երբ որ խաղաղություն լինի, երբ որ Տիրոջ փրկագործական ծրագիրը ավարտին գա։ Հիմա բայց մենք արդեն տեսնում ենք, որ արդեն սկի զենքերով կռիվ չեն անում, արդեն ուրիշ բան է փոխվել, դրոնակամ ինչա։ Ինչ սրեր, ինչի մասնա խոսքը։ Այսինքն, երբ որ մարգարեն բան էր ասում, խաղաղությունը նկարագրում էր այդ ժամանակում ոնց որ պատերազմը ընթանում էր, սրերով էր ընթանում։ Ոնց կպատկերացնեին, որ օրինակ խաղաղություն կլինի, պետք է սրերը ուրեմն ձուլային էլ դնեն մի կողմ, ուրիշ բան սարքեին։ Իմ ասածը նա է, որ երբ որ հայտնությունը տրվում է այդ ժամանակ հասկանալի, հա, ու այդ համատեքստի մեջ ձուլվող բառապաշարով։ Բայց մենք պետք է հասկանանք գրքի բնույթը ու տեսնենք, թե ինչ է ասում իրականում ու ինչ է նշանակում, որ Մեսիան կբերի հավիտենական արդարություն ու ով այդ ժողովուրդը ում համար ինքը բերում է դա։ Ու ամենակարևոր մասը դա այդ շատ մարդիկ չեն ասի, որ սա ամենակարևոր մասն է, իմ կարծիքով։ Ամենակարևոր մասը դա այս 6 նպատակների շարքն է, որոնք բացատրում են, թե ինչ պետք է տեղի ունենա այս ժամանակի ընթացքում։ Ինչը որ հեսա կնայենք ժամանակը ոնց հաշվենք։ Հանցանքը ավարտելու համար, մեղքերին վերջ տալու, անօրենությունը քավելու, հավիտենական արդարություն բերելու, տեսիլքն ու մարգարեությունը կնքելու ու ամենասրբին կամ ամենասուրբը օծելու համար։ Սրանք կարելի է հեշտությամբ բաժանել երկու մասի։ Առաջին 3-ը մեղքի լուծման մասին է խոսում, չէ՞, հանցանքը ավարտելու, մեղքերին վերջ տալու ու անօրենությունը քավելու համար։ Ու այս 3 արտահայտությունները տարբեր բառերով նկարագրում են նույն խնդիրը։ Եթե նայեք 24 համարը խոսում է սրա մասին։ Ու այս 3 արտահայտությունները խոսում են մարդու մեղքի մասին Աստծո առաջ։ Ու երկրորդ եռյակը արդեն խոսում է նրա մասին, թե ինչ է լինելու, հա, տեսեք, մինչև որ կանցնենք երկրորդ եռյակին, տեսեք, քավելու համար արտահայտությունը։ Մենք գիտենք, որ նոր կտակարանը ասում է, չէ, որ Հիսուսն է մեր մեղքերի քավությունը։ Բայց իրականում սա օգտագործվում է էլի տաճարային բառապաշար։ Այս զոհաբերական լեզու է, ոչ է ինքը, մեղքերը քավելու համար։ Ու ինքը հիշեցնում է, թե ինչ որ կատարվում էր տաճարում մեղքի քավության համար։ Այսինքն մարգարեությունը ուղղված է ոչ միայն արտաքին վերականգնմանը, անգամ պատասխանը, այլ նաև խորքային հոգևոր խնդրի լուծմանը։ Ու Աստված տեսեք ճանապարհ է պատրաստում մեղքի ներման համար ապահովելով իր արդարությունը, տենց հաստատվում։ Ու երկրորդ 3-ը արդեն Աստծո ծրագրի իրականացման մասին է, հա, հավիտենական արդարություն, տեսիլքն ու մարգարեությունը կնքել ու ամենասրբին օծել։ Սրանցից ամեն մեկի վրա կարանք օրինակ մի կես ժամ խորանալ, իրանք արժանի են, իրանք շատ հա խորը հետաքրքիր հատվածներ են, այս 6 նպատակները։ Բայց մենք sense երկու մասի ենք բաժանում ու ասում ենք առաջ, որտեղ շատ անգամ խրատողությունների ժամանակ խոսացել ենք այս կոնցեպտների մասին, այս թեմաների մասին։ Ու ստացվում է ինչ, որ սա ոչ միայն բացասականի վերացումն է, այլ նաև դրականի հաստատումն է։ Մեղքը Տերը վերցնում է, բայց նաև ինքը իր արդարությունն է քեզ տալիս։ Պատկերացրեք, եթե Տերը քեզնից վերցներ քավելու, հա, արդյունքում, մենակ քո մեղքը, դու ինչ կարգավիճակում կլինեիր։ Ինչ կարգավիճակում որ Ադամն էր անկումից առաջ։
Բայց դա արդարություն չի հələ, այն արդարությունը, որը որ քեզ պետք է հավիտենական, հա, Աստծո հետ փոխհարաբերություն ունենալու համար։ Աստված ամբողջ գործընթացը անում է մեր փոխարեն։ Նոր ուխտով ինքը վերցնում է քեզանից քո մեղքը ու փոխարենը տալիս է քեզ իր արդարությունը։ Սա այն է, ինչին մենք հավատում ենք, սա այն է, ինչ որ մենք դավանում ենք, լինելով, հա, ավետարանական, բողոքական հավատացյալներ ու ինքը շատ կարևոր է ու մանավանդ շատ հետաքրքիր է, որ այդտեղ հիմիկվա իրանց օրթոդոքս կոչող հрьяաները չեն կարողանում սա բացատրել ինչ է նշանակում։ Երբ որ այս կոնցեպտը մենք իրանց ցույց ենք տալիս օրինակ հռոմեացիների թղթից, իրանց համար սա նոր գաղափար է, բայց սա իրանց գրքերի մեջ է գրված եղել է սկզբից, երբ որ մենք խոսում ենք Աստծո մեղքը քավելու ու իր որդու արդարությունը մեզ վերագրելուց, սա միայն ինչ որ, չգիտեմ, բարեկարգյալների բանը չի, հա, առանձին չոր ինովացիան չի։ Ու մենք տեսնում ենք այստեղ ասում է արդարություն, հայտնության լրացում ու սրբության հաստատում, այս վերջի երեքի արդյունքը ինչ կլինի։ Ու այս հավիտենական արդարության արտահայտությունը ընդհանրապես ուշագրավ է, ինքը գերազանցում է ազգային վերականգնումը, նոր էդ էի ասում, ու ուղղված է մի իրականության, որը ունի շարունակական ու վերջնական բնույթ։ Ու Աստծո ծրագրի ընդհանուր մարդկության պատմության մեջ իրականացման մասին է խոսում։ Ու ստացվում է, որ Աստծո պատասխանը ավելի մեծ է ստացվում, քան Դանիելի հարցը։ Ու այս 6 նպատակների բնույթը մեզ կարևոր հուշում է տալիս, եթե այս նպատակները հասկանում ենք ամբողջական իմաստով, բառացի իմաստով, պետք է մեզ հարց տանք, որ իրադարձությունն է պատմության մեջ, որ իրականում բերել է այս ամեն ինչը։ Ու այս ամենը մեզ կտանի դեպի Քրիստոսի խաչը, այն ինչ որ տեղի ունեցավ, արդեն մենք հետ հայացք ենք գցում այդ իրադարձությանը, որ բերեց էլի մեզ հավիտենական արդարությունը, մեղքերի քավություն։ Ու ստացվում է, որ ամբողջ 70 շաբաթների ծրագիրը կենտրոնանում է Աստծո փրկարար գործի վրա։ Դանիելը հասնում է մենք երբ ենք գնալու հետ, բայց Աստված ասում է, որ իրականում այն ինչ որ ձեզ պետք է իրական ելիցի համար, ձեր մեղքի ելիցն է պետք, որի հարցը ես լուծելու եմ Մեսիայի գալուստով։ Ու եթե մի քանի բառով էլ խոսենք այս հրամանից, տեսեք 25-րդ համար ասում է. «Եվ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմի վերակառուցման հրամանը դուրս գալուց մինչև Մեսիա իշխանը 7 յոթնյակ եւ 62 յոթնյակ է լինելու»։ Ինի այս 25-ը շարունակում է 24-րդ համարի միտքը նույն ու ներկայացնում է այս ծրագրի բնույթը ժամանակային իմաստով, մեկի կերպարի իմաստով։ Շատ հարցեր կարող ենք տալ այս նախադասությունից։ Ինչ հրամանի մասն է խոսքը, որ հրամանը։ Հա, ոնց հասկանանք 62 գումարած 7 շաբաթները, ինչի համար ընդհանրապես, այս ինչ բաժանում է։ Ու աստվածաբաններ կան, որ շատ հեշտ պատասխանում են, ուր մնաց այն 7-ը 69-ից հետո, բայց երբ որ հերթը հասնում է ինչի համար 62-ն ու 7-ն էլ է իրարից առանձին, արդեն շատ կարծիքներ չես լսում։ Ու սրանք էլ են կարևոր, ինքը պետք է ասվի ինչի համար, ընդհանրապես կամ օրաօծյալը ստեղի։ Սրանք հարցեր է, որ մենակ այս մի համարից կարանք մտածենք, խորհենք ու փորձենք քննել, ու այս հարցերը փոխկապակցված են, մեկի պատասխանը ազդում է մյուսի վրա։ Ու տեքստը ասում է Երուսաղեմը վերակառուցելու հրամանից։ Սա ենթադրում է, չէ, որ կա ինչ-որ հրաման, որից կսկսի այդ հաշվարկը։ Ու 5 տականում մենք ունենք մի քանի հնարավոր հրամաններ, որից կարանք հաշվենք։ Ու ամենակարևոր թեկնածուներից մեկը դա Կյուրոսն է, որի առաջին հրամանը, Եզրას 1-ը խոսում է սրա մասին, Կյուրոսի հրամանը, որ թույլ տվեց հրաներին գնալ ու վերակառուցել տաճարը։ Ու սա անմիջականորեն նաև ինչով է ուժեղ այս տեսակետը, որ ինքը կապված է այն օրերի հետ, որով որ գրված է այս մարգարեությունը։ Ինքը մի բան չի, որ հետո է լինելու։ Դանիելի աղոթքին գալիս է պատասխան, որ հրամանը դուրս գալուց, որ հրամանը, հեսա որ կտեսնես դու քո կյանքի օրոք։ Կյուրոսը տվեց այդ հրամանը։ Այս տեսակետը սրանով է ուժեղ։ Ու Դանիելի իրավիճակին էլ համապատասխանում է, ինքը այդ իր ժամանակաշրջանում ապրում ու Երեմիայի 70 տարիներն էլ ավարտվում էին հենց Կյուրոսի հրամանի հետ։ Բայց այդտեղ մի նրբություն առաջան, բոլոր տեսակետներում էլ կան իրենց նրբություններն ու խնդիրները։ Տեքստը ոչ միայն խոսում է տաճարի վերականգնման մասին, ինքը խոսում է նաև քաղաքի վերականգնման մասին։
բայց քաղաքի վերականգնումը ուրիշ ժամանակում է եղել, ոչ թե Կյուրոսի հրամանով է եղել։ Սա է հարցը։ Ու ավելի շատ վերաբերվում էր ինքը տաճարին, ոչ թե քաղաքին։ Դրա համար առաջարկվում են տարբեր հրամաններ, հա, օրինակ Արտաշեսի հրամանը դա էլ առաջարկվում։ Ու այստեղ կարևոր է տեքստային մոտեցումը, թե օրինակ ոնց կհաշվեք, հա, դուք։ Ու սենց ասած, եթե սկսենք ստեղից 70 շաբաթները ստացվում է, որ ընկնում են մեկը շատ ավելի շուտ Քրիստոսի ծնունդից, մեկը ծառայությունից մի քիչ ավելի ուշ է ընկնում, նայած թե ոնց է հաշվում։ Հիմա ես ձեզ հստակ թվերը կտամ։ Եթե սկսենք ստեղից 70 շաբաթները 490 բառացի տարի եթե հաշվես, եթե ալեգորիկ չհասկանաս իրան, 70 շաբաթի ավարտը կստացվի մեր թվարկությունից առաջ 55 թվականի մոտ։ Դա շատ շուտ է։ Ինքը Մեսիայի գալուստի հետ չի բռնում։ Արտաշեսի հրամանագիրը, եթե հաշվես, սկսած ստեղից 490 հուլյան տարիները, էդ էլ կա, տարբեր օրացույցներ են օգտագործում։ Հա, գրիգորյան կա, հուլյան կա, իրանք ընդհանրապես հաշվում են 28 լուսնային օրերով է իրանց օրացույցը։ Ու այս ձևով 70 շաբաթները ավարտվում են մոտավորապես 33 թվականին։ Բայց 490 լուսնային տարիները այդ մեր օրացույցով է ավարտվում 33 թվականին։ Ու ես մարդիկ գիտեմ, որոնք որ հենց սենց էլ հավատում են Արտաշեսի հրամանից բառացի 490 տարի, ասում են դե տեսեք իդեալական է 33 թվականին, նախ ոչ մի փաստ չկա պատմական, որ Հիսուսը 33 թվականին է խաչվել, շատ հնարավոր որ 30-ին է խաչվել, շատ հնարավոր որ 36-ին է խաչվել։ Էդի խնդիր է, նայած դու Ղուկասի ասած այդ թագավորի գաղակալությունը ոնց է նա, մեր թվարկության 3 թիվն է, թե մեր թվարկությունից առաջ 4 թիվն է, որովհետև 0 թիվ չկա, մենք ենք սենց հետ նայում, ստացում ենք 0 թվական, բայց այնտեղ այդ մի տարին էլ 2 տարվա տարբերություն է տալիս։ Շատ հետաքրքիր հաշվարկներ կա, որ հիմա չենք խորանում, բայց լուսնային 490 տարիներն էլ 70 շաբաթը կավարտեին 26 թվականին։ Այդ էլ 7 տարի ավելի շուտ է այդ իրադարձությունը։ Մեկը մի քիչ շուտ է լինում, մեկը մի քիչ ուշ է լինում, ու եթե ուզենաս կոնկրետ մեր հաշվարկով կանգնես 33 թվականի վրա, պետք է 490 հուլյան տարիներ հաշվես, այսինքն մի ամիսը 31 օր լինի, մի ամիսը 30 օր լինի, 28 օր պետք է հաշվես քանի տարին մեկ եկավ, 4։ Բայց իրանց մոտ բոլորն էլ տենց էր։ Ու մի խոսքով, բայց նաև կա այստեղ Արտաշեսի երկրորդ հրամանը 444 թվականին մոտավորապես, ու իմ դասախոսը հիմա սենց էր մտածում, որ հա այդ բառացի, տեսեք, ստեղից սկսած 490 լուսնային այս տարիները ավարտվում են 70 թվականին։ Կներեք, 70 շաբաթները ավարտում են 38 թվականին։ Եթե մի շաբաթներ տանես դնես պատմության վերջը, էսխատոլոգիական վերջը տանես, այդտեղից էլ հանում ես, ստացվում է այդ հաշվարկով, հա։ Ու առաջին 7 շաբաթների ավարտի հետ կապված էլի կան խնդիրներ։ Չէ, առաջի 7-ին չի նկատի ունեմ, որ ասում եմ 62 ու 7։ Այդ էլ պետք է բացատրենք, խի է ինքը բաժանում 62 ու 7։ Ու ինչ եմ ուզում ասեմ, կարանք մոտս սաղ տարեթվերը գրած է, բայց եթե սենց ահակիր ճամփոփենք այս մասը, բոլոր հաշվարկներն էլ իրանց մեջ ունեն տեղ, որ եթե դու այդ տեսակետի չես, դու կարաս ինչ-որ մի բան ասես։ Ու յուրաքանչյուր մեկնարկային կետ ունի իր խնդիրը։ Անկամ հիմա մենք որ խոսում ենք այս մարգարեությունից, ասում ենք, չէ, օրինակ 539-ից 537 թվերն էր սա, որտեվ ինքը այնքան վաղ է տեղի ունեցել։ Մենք հստակ չենք կարող ասենք, որ այս տարեթիվը, այս ամիսը մեկին մեկ համապատասխանում է մեր ասածին։ Մարդիկ գտնեն, որ տենց կասեն, բայց մի քիչ ինքը իրատեսական չի։ Ու այս բաժանումներ 7 ու 62, ինչի համար այս բաժանումը, եթե նայենք սենց շաբաթը հասկանանք 7 տարի, առաջի 49-ը բաժանվում է մնացածից։ Ու այդ երբ որ բաժանվում է 49-ը հիշում եք, չէ, հոբելյանական այդ ցիկլն էր։ Ու ստացվում է, որ կապված էր ինքը ազատության, հա, վերականգնման հետ, ու սա շատ լավ համապատասխանում աքսորից վերադարձին ու Երուսաղեմի վերակառուցման սկզբնական փուլին։ Հնարավոր այսի դրա համար է առանձնացում, որ առաջին անգամ երբ որ իրանք հետ գնացին։
ու հաջորդ այդ 62 շաբաթները 434 տարի նկարագրում այն երկար ժամանակահատվածը, որտեղ ուղղակի վերականգնված ժողովուրդը պայմանականորեն սպասման ընթացքի մեջ էր մինչև օծյալը։ Մանրամասն նկարագրություն չկա, ինչա տեղի ունենալու այս 62 գումարած 7-ի մեջ, ինչը բնորոշ է այս ժանրի, գրություններին ու շեշտը էլի եմ ասում, ոչ թե տարիների թվերի մեջ է, այլ իրանց նպատակի մեջ է։ Ու ընդհանուր իմաստով այս ամեն թվերին չի նշանակում սկիզբ, վերականգնում այն երկար ընթացք ու գագաթնակետ, որում արդեն գալիս է օծյալը։ Ու համար ասում մինչև օծյալի գալը, եբրայերեն է մեսիա բառը, որ օծված է նշանակում։ Թագավորներին էլ էին օծում, մարգարեներին էլ էին օծում։ Ու այսպիսով օծյալ բառը ինքնին տեխնիկական իմաստով հələ մեսիա չի նշանակում։ Պետք է մեզի համատեքստը ասի, որ դա մեսիա է նշանակում իր տեխնիկական իմաստով։ Ու 24-ում մենք արդեն տեսանք, որ ամբողջ ծրագրի նպատակները ներառում են մեղքի քավությունն ու հավիտենական արդարությունը։ Ստեղից մենք կարանք շատ վստահացենք, թե ում մասն է խոսքը։ Ու այս մեծ է, քան ինչ-որ ուղղակի մարգարեի կամ թագավորի գործունեությունը։ Ու 69 շաբաթներից հետո ստացվում է, որ օծյալը կտրվում է, այսինքն կմահանա։ Ու Եսայի 53-ից էլ մենք այս բառապաշարը գիտենք, որ զոհաբերական մահին է վերաբերում, չէ՞, կտրվել ասվածը։ Ու Ծննդոց գրքում են 15-րդ գլխում, երբ որ ուխտ են կապում, Աստված երբ որ ուխտ անում Աբրահամին, էլի է ուխտ կտրելու բառը կա։ Ու այս նախադասության երկրորդ մասը մի քիչ դժվար է թարգմանել, կամ ասում է, բայց ոչ իր համար, կամ ոչինչ չի ունենա։ Տարբեր, մեկնություն, տարբեր թարգմանություններ կարող է լինի ձեր մոտ։ Բայց ոչ իր համար, կամ ոչինչ չի ունենա։ Բայց հաշվի առնելով 24-րդ համարի նպատակները, կարանք հաստատ ասենք, որ խոսքը փոխանորդական զոհի մասին է։ Մեսիան կկտրվի, բայց ոչ իր համար կամ ոչինչ չի ունենա, այսինքն ոնց էլ նայես իմաստը այն է, որ ինքը դա անում է ժողովրդի մեղքերի համար, ու ինչ է ստացվում, ինչի մասին է խոսում։ Մարդիկ կան, որ սա կապել են Տիտոսի արածի հետ, երբ որ մտավ 70 թվականին, իր զորքերով ավիրեց Երուսաղեմը։ Ուրիշները տեսնում են իշխանին որպես Տեր Հիսուսին, ում մասին խոսում են նախորդ երկու համարները, որ իշխանը կգա, կմահանա, ու այդ իշխանի ժողովուրդը, այսինքն Հիսուսը, երբ որ մահանա, հրյաների պատճառով կգան, հռոմեացիները կկոտորեն ու կջարդեն սրբանը, բայց այդ ամենը կլինի իրանց ժողովրդի մեղքերի համար, այս իմաստով։ Այս իմաստով հռոմեական այս ժողովուրդը, ովքեր բանակը, զորքը, ստացվում է որպես Աստծո գործիք։ Ու նաև իհարկե կա ապագայական մեկնությունը, որ այս ամենը ընկալում է որպես դարերի վերջում տեղի ունեցող իրադարձություն, ոչ թե մեր տեսակետից արդեն անցյալի իրականություն։ Ու այս այն ժամանակն է, երբ որ հակա Քրիստոսը կգա, ուխտ կկնքի Իսրայելի ազգի հետ, ոչ թե ընդհանուր, բոլորի հետ, ու 3.5 տարի հետո կխախտի իր կնքած պայմանագիրը ու կսկսի իրենց հալածել։ Ու 27-րդ համարի այս վերջին շաբաթը բերում է արդեն Աստծո ծրագրի ավարտին։ 27-րդ համարը հանդիսանում է 70 շաբաթների մարգարեության ավարտական կետը։ Ու այս համարը հասկանալու համար պետք է հասկանանք ով է այս նան եւ շատերի հետ ուխտը հաստատելու է կամ նան շատերի հետ ուխտը հաստատելու է։ Ու շատ եկեղեցու հայրերից մինչև բարեկարգյալներ այս նան հասկանում են որպես Քրիստոսին հղումանով, այսինքն Քրիստոսը ուխտը կհաստատի նոր ուխտի մասին, այսինքն։ Ու ինչի համար այս մեկնությունը նաև հիմնավորվում է նրանով, որ դերանունը սովորաբար վերադառնում է ամենամոտ համապատասխանող անձի, որը 25-26 համարներում գիտենք օծյալն էր։ Ու այս նույն կերպարը շարունակվում է ու մտքի կտրուկ փոփոխություն չկա։ Ուխտը կհաստատի շատերի հետ, ստացվում է, որ Հիսուսը նոր ուխտ անում ու քանի որ շաբաթը 7 տարի է, ու կեսը 3.5 ու Քրիստոսակենտրոն ընթերցանությամբ, սա զոհաբերական համակարգի ավարտն է, ու Մեսիայի գործի արդյունքում հին ուխտի զոհերը դարձան իր ծառայության գործունեության ու զոհաբերության շնորհիվ, չէ, դարձան ավելորդ ու քավությունը կատարվեց մեկ անգամ։
ու սենց արդեն դադարեցումը ստացվում է, որ Աստծո աչքերով արդեն էլ կարիք չկար անելու, չնայած որ մինչև 70 թիվ իրան շարունակում էին զոհերը։ Ու եթե տեսնենք այս ամենը այս կերպով, ստացվում է, որ ամբողջը, հա, ստացվում է sense մի հատ պատկեր, որ Մեսիան գալիս է, հաստատում է ուխտը ու իր գործով ավարտվում է զոհաբերական համակարգը։ Ու չմոռանանք նաև Տեր Հիսուսը Մատթեոս 24-ում այս մարգարեության մասին էլ է խոսում ու կապում է Երուսաղեմի կործանման հետ, որ արդեն տեղի է ունեցել։ Ու կա այս մյուս մեկնությունը, որ նրան տեսնում է որպես ապագա հակաքրիստոս, հա, ով որ անելու է այս ուխտը հաստատելը, ու այս մոտեցմամբ 69 շաբաթը բաժանում է 70-րդ շաբաթից, այսինքն շաբաթները իրենց հաշվարկու գալիս են ու չեն շարունակվում։ Մեջտեղը եկեղեցու դարաշրջանն է լինում ու վերջում 70-րդ շաբաթն է լինում արդեն։ Ու 7 տարվա նեղության շրջանն է լինում ու շրջանը սկսվում է, երբ որ գալիք իշխանը, այսինքն ի նկատի ունենալով հակաքրիստոսին, խաղաղության ուխտ է կնքում Իսրայելի 7 տարվա համար, հա, ու շատերը այս դեպքում Իսրայելի առաջնորդներն են, իր որ շատերի հետ կկնքի այդ ուխտը։ Ու կեսից, հա, այդ ուխտը կխախտվի ու կսկսվի հալածանքներ ու այս պղծությունները, հա, ստացվում է, որ վերաբերվում է ինչ-որ արձան, հա, կամ ինչ-որ նմանություն, որը կկանոնեցվի վերջին տաճարում։ Ու մնացածները, ովքեր որ վերջում կդառնան հավատացյալ, պետք է անցնեն հալածանքների միջով։ Ու այն մարդիկ, ովքեր որ կլինեն այդ ժամանակաշրջանում, կանցնեն սաստիկ նեղությունների միջով, ովքեր որ այդ ուխտը դրժելուց հետո երկրորդ 3.5 ժամանակ ապրելու են։ Բայց տեսեք, ինչ կարող ենք վերցնել sense խորը ու բարդ գլխից, որ տարբեր մեկնությունների, հա, ու բանավեճերի առիթ է դարձել։ Իմ առաջարկը հետևյալն է, որ կարաք մտածեք ավելի շատ մենք բոլորս իրար այդ Մեսիայի գործի մասին, թե ինչ ինքը արեց մեզ համար, որովհետև սա գիտենք, որ արդեն իրականություն է դառել ու օրինակ ես երկուշաբթի, չորեքշաբթի ուրբաթ օրերը մտածում եմ, որ այս 490-ը բառացի կկարդամ, եւ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ մտածում եմ, որ ավելի լավ է ալեգորիկ կարդալ այս 490-ը։ Բայց ամեն դեպքում ինչ որ եղավ, մենք գիտենք, որ Աստված այս բոլոր նպատակները այս տարիների, որը որ Դանիելին խոստացել էր Գաբրիելի միջոցով, այդ նպատակները բոլորը իրականացրեց։ Ու մենք այդ վերջնական հավիտենական արդարությանը վերջնական իմաստով, հա, իր ամբողջական իմաստով դեռ սպասում ենք Հիսուսի երկրորդ գալուստով։ Այսինքն մենք տեսնում ենք գլխի հիմնական միտքը, ինչ է ինքը մեզ ասում։ Եթե դետալներին չգնանք, Դանիելը աղոթում է իր ժողովրդի մեղքերի ու վերականգնման մասին, Աստված տալիս է տիեզերական վերականգնման այդ պատկերը, որը որ վերաբերվում է բոլոր հավատացյալներին։ Ու իր որդու միջոցով, ով որ հավատում է, ունենում է հավիտենական արդարությունը ու մեղքերի քավությունը, ու վերջնական իմաստով մեղքի հարցը լուծվում է։ Մենք գիտենք, որ Հիսուսի խաչով այդ ամեն ինչը տեղի ունեցավ, բայց երկրորդ անգամ, երբ որ ինքը կգա, արդեն մենք կտեսնենք մեր իրական, հա, վերականգնումը այն փառքով, այն մեծությամբ, ոնց որ իրականում Դանիելը կուզեր տեսներ, հա, վստահ եմ, ու մենք էլ իրականում սպասում ենք դրան ու ուզում ենք այդպես տեսնենք։ Այսքանը։